Մենք պետքա բացահայտենք, մի անգամից բացահայտելու ենք 2016 թվականի քառօրյա ու 20 թվականի 44 օրյա պատերազմների զեկույցները ազգային ժողովը, որ այսօր քննիչ հանձնաժողովներով արեցին ու չհրապարակեցին, մենք այդ բացահայտելու ենք։ Այդտեղից պետքա մեր ժողովուրդը իրավունք ունի ստանալու պատասխաններ։ Ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ ժողովուրդը ունենա այդ պատասխանները։ Մեր պետությունը խնդրեմներից մեկը ինչ ա եղել։ Լիքը բան միշտ գաղտնի ա եղել ժողովրդից։ Հանելուկներ են եղել, հոկտեմբերի 27-ը։ Մինչև հիմա սենց հանելուկի պես գնում է։ Մենք օրինակ մեր ծրագրով ենք այդ արխիվներն էլ ենք բացելու։ Որովհետև այդ հանցագործությունը մեր պետության հիմքերը խարխլած հանցագործություն է։ Մենք պիտի հասկանանք, մեր ժողովուրդն էլ պիտի իմանա դա։ Եվ այդ պատերազմական այդ քննիչ հանձնաժողովներն էլ նույնպես պիտի հրապարակվեն։ Այստեղ մեր անհայտ կորած տղերքի ծնողները հարցեր ունեն լիքը, ընտանիքները, մեր գերիների, չգիտեմ, զոհվածների, մեր տղերքի, մեր հերոսների ընտանիքները հարցեր ունեն, մեր զինվորականների համար է շատ կարևոր, որովհետև այսօրվա իշխանությունը ինչ է անում։ Ինքը իր վրայից հանցագործությունները, այդ խախտումները մաքրում է։ Անընդհատ գցում է զինվորականների վրա, քրեական գործերը հարուցում, չէ՞, զինվորականը հա կարող է կան մեղավորներ, դա չենք կարա բացառենք։ Բայց ակնհայտ է, ես օրինակ որպես մասնագետ որ նայում եմ, ինքը ամբողջությամբ քաղաքական ղեկավարությունից գցում է ներքև։ Ամբողջը զինվորականների վրա է նստածում։ Եվ ստացվում է, պատերազմի արդյունքը մենակ բաներն էին, զինվորականներն էին մեղավոր։ Այսինքն բանակի հետ գալով մի փոքր բանակին, եթե մենք բանակ ուժեղ, հզոր բանակ մենք չունեցանք, մենք չենք կարողանալու նորմալ հակազդել ու մեզ անընդհատ պարտադրելու են զիջումներ, այս պիտի անես, այն պիտի անես եւ